Մինչև հաղորդումը դիտելն անպայման բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր եւ իրական պատմությունները։ Ողջույն, այսօր կխոսեմ քրեական աշխարհի ամենախորհրդավոր խորհրդանիշներից մեկի՝ դաջվածքների գաղտնի լեզվի մասին։ Տասնամյակներ շարունակ բանտերում եւ քրեական միջավայրում դաջվածքները պարզապես մարմնի զարդարանք չէին։ Դրանք անձնագիր էին, կենսագրություն, հեղինակության չափանիշ եւ երբեմն նույնիսկ մահվան դատավճիռ։ Փորձառու մարդուն բավական էր ընդամենը մի քանի վայրկյան նայել դիմացինի մարմնին, որպեսզի հասկանալի լիներ, քանի անգամ է նա դատապարտվել, ինչ դիրք ունի քրեական աշխարհում, ինչ օրենքներով է ապրել, ինչ սխալներ է գործել եւ ինչպիսի ճակատագիր է ունեցել։ Այս հաղորդման ընթացքում կբացահայտենք այդ խորհրդավոր լեզուն, կիմանանք, թե ինչ նշանակություն ունեին ամենահայտնի խորհրդանիշները, ինչպես էին ստուգում դրանց իսկությունը եւ ինչ էր սպասվում նրան, ով համարձակվում էր կրել չվաստակած դաջվածք։ Եվ այսպես, քրեական դաջվածքների պատմությունը սկիզբ է առնում դեռևս ռուսական կայսրության կալանավայրերից, սակայն իր ամբողջական համակարգը ձևավորվեց խորհրդային ճամբարներում, հատկապես Գուլագում, այսպես կոչված մեկուսացված քրեակատարողական հիմնարկում։ Այդ տարիներին հազարավոր մարդիկ հայտնվում էին նույն ճամբարներում։ Այստեղ հեղինակությունը որոշվում էր ոչ թե խոսքով, այլ անցած ճանապարհով։ Քանի որ գրավոր փաստաթղթերը ոչինչ չէին նշանակում, քրեական աշխարհը ստեղծեց սեփական փաստաթուղթը՝ դաջվածքը։ Դաջվածքը չէր կարելի պարզապես ընտրել գեղեցկության համար, այն պետք էր վաստակել։ Յուրաքանչյուր պատկեր ուներ հստակ նշանակություն, եւ դրա իրավունքը տալիս էր միայն քրեական աշխարհը։ Բանտում մարդու մարմինը կարող էր պատմել նրա մասին ավելին, քան ցանկացած հարցաքննություն։ Որտեղ է նա նստել, քանի անգամ է դատապարտվել, ինչ հանցագործության համար, եղել է օրենքով գող, համագործակցել է իշխանությունների հետ, ամեն ինչ արտացոլվում էր մարմնի վրա։ Փորձառու քրեական հեղինակությունները հաճախ նույնիսկ չէին հարցնում նոր ժամանածի կենսագրությունը, բավական էր տեսնել նրա ձեռքերը, կուրծքը, ուսերը կամ ծնկները։ Ամենահայտնի խորհրդանիշներից էին աստղերը։ Ութաթև աստղերը, որոնք դաջվում էին ուսերին կամ ծնկներին, պատկանում էին միայն բարձր հեղինակություն ունեցող անձանց։ Ծնկների վրա գտնվող աստղերն ունեին հայտնի իմաստ։ Ոչ մեկի առաջ ծնկի չեմ գա։ Այս խորհրդանիշը կրելու իրավունք ունեին միայն նրանք, ովքեր երկար տարիներ ապացուցել էին իրենց հավատարմությունը գողական օրենքներին։ Եթե պարզվեր, որ մարդը չէր համապատասխանում այդ կարգավիճակին, նրանք կարող էին ստիպել դանակով կամ հղկող գործիքներով հեռացնել դաջվածքը, երբեմն պատիժն ավելի դաժան էր լինում։ Քրեական աշխարհում եկեղեցու գմբեթները սովորաբար նշանակում էին ազատազրկման պատմություն։ Գմբեթների քանակը հաճախ համապատասխանում էր դատվածությունների կամ կրած պատիժների թվին, սակայն տարբեր ժամանակներում եւ տարբեր խմբերում նույն խորհրդանիշը կարող էր այլ նշանակություն ունենալ։ Այդ պատճառով այն կարդալ կարող էին միայն փորձառու մարդիկ։ Կատուն քրեական աշխարհի ամենահին խորհրդանիշներից էր։ Այն հաճախ կապվում էր գողության եւ գիշերային կյանքի հետ։ Սարդը նույնպես ուներ տարբեր իմաստներ։ Եթե սարդը բարձրանում էր, երբեմն դա մեկնաբանվում էր որպես շարունակվող հանցավոր գործունեություն։ Եթե իջնում էր, երբեմն նշանակում էր, որ մարդը հեռացել է այդ կյանքից։ Օձերը, գայլերը, վագրերը, գանգերը նույնպես ունեին իրենց իմաստները, կապված ուժի, վտանգավորության կամ իշխանության հետ։ Գողական աշխարհում ժամացույցի դաջվածքը մեկ պաշտոնական կամ համընդհանուր նշանակություն չունի, ինչպես օրինակ աստղերը կամ եկեղեցու գմբեթները։ Ամենատարածված մեկնաբանություններն են անցնող ժամանակ, կորցրած երիտասարդություն, ճակատագրի անխուսափելիություն, ազատության սպասում։ Եթե դաջվածքում ժամացույցը պատկերված է առանց սլաքների, դա հաճախ մեկնաբանվում է որպես ժամանակի զգացողության կորուստ, կյանքի կանգ առնել կամ այն գաղափարը, որ բանտում ժամանակն այլևս իմաստ չունի։ Որոշ դաջվածքներում հանդիպում են նաև գրպանի կամ ավազե ժամացույցներ։ Դրանք սովորաբար կրում են ավելի փիլիսոփայական իմաստ, հիշեցնելով, որ կյանքը կարճ է, իսկ ժամանակը անդառնալի։ Ամենաբարդ համակարգերից մեկը մատների դաջվածքներն էին։ Յուրաքանչյուր մատանի առանձին պատմություն էր։
Դրանք կարող էին պատմել մարդու մասնագիտացման, դատվածության, կարգավիճակի կամ քրեական աշխարհում ունեցած դիրքի մասին։ Փորձառու մարդիկ հաճախ առաջին հերթին հենց ձեռքերին էին նայում։ Գողական աշխարհում զառի դաջվածքը ևս չունի մեկ միասնական համընդհանուր նշանակություն։ Դրա իմաստը կարող էր փոխվել կախված ժամանակաշրջանից, բանտային ավանդույթներից և քրեական խմբից։ Այնուամենայնիվ, ամենատարածված մեկնաբանությունները հետևյալն են. ազարտային խաղերի հանդեպ սեր, ռիսկի և ճակատագրի խորհրդանիշ, խաղամոլություն, բախտի վրա հույս դնել։ Կարևոր է նշել, որ ի տարբերություն աստղերի, եկեղեցու գմբեթների կամ մատանի դաջվածքների, զառի դաջվածքը չէր համարվում քրեական աշխարհում պաշտոնական նշան։ Այն չէր վկայում մարդու կարգավիճակի կամ օրենքով գողի կոչման մասին և ավելի շատ արտահայտում էր նրա կենսակերպը, աշխարհայացքը կամ վերաբերմունքը ազարտային խաղերին։ Քրեական աշխարհում գոյություն ուներ մի օրենք՝ չես կարող կրել այն, ինչ չես վաստակել։ Եթե մարդը կեղծում էր իր կենսագրությունը դաջվածքների միջոցով, դա համարվում էր ծանր վիրավորանք։ Նրան ստիպում էին հրապարակայնորեն պատասխան տալ։ Որոշ դեպքերում դաջվածքը կտրում էին մաշկի հետ միասին, այլ դեպքերում ծածկում էին նվաստացուցիչ պատկերներով։ Դա քրեական աշխարհի ամենախիստ պատիժներից էր։ Կային նաև դաջվածքներ, որոնք մարդը չէր ընտրում։ Դրանք հարկադրաբար էին անում նրանց, ովքեր խախտել էին քրեական օրենքները կամ դասվում էին ամենացածր խավին։ Այսպիսի նշանները կյանքի ընթացքում դառնում էին խարան։ Նրանք ոչ միայն նվաստացնում էին մարդուն բանտում, այլև ազատությունից հետո։ 1990-ականներից հետո քրեական աշխարհը զգալիորեն փոխվեց։ Նոր սերնդի հեղինակությունները հաճախ առաջնորդվում էին ոչ թե հին գողական կանոններով, այլ ֆինանսական ազդեցությամբ։ Ավանդական դաջվածքների համակարգը աստիճանաբար կորցրեց իր նշանակությունը։ Այսօր շատերը կրում են նույն պատկերները պարզապես որպես արվեստ կամ նորաձևություն, նույնիսկ չիմանալով դրանց իրական պատմությունը։ Սակայն հին սերնդի ներկայացուցիչների համար այդ խորհրդանիշները մինչև այսօր շարունակում են մնալ լուրջ նշանակություն ունեցող նշաններ։ Քրեական աշխարհի դաջվածքները սովորական նկարներ չէին, դրանք մի ամբողջ լեզու էին, որը հասկանում էին միայն ընտրյալները։ Յուրաքանչյուր գիծ, յուրաքանչյուր աստղ, յուրաքանչյուր մատանի պատմում էր մարդու կյանքի այնպիսի դրվագներ, որոնք նա գուցե երբեք բարձրաձայն չասեր։ Այսօր այդ համակարգը մեծ մասամբ մնացել է պատմության էջերում, սակայն այն շարունակում է հետաքրքրել պատմաբաններին, քրեագետներին և լրագրողներին որպես փակ աշխարհի յուրահատուկ մշակույթ։ Իսկ հաջորդ հաղորդման ընթացքում կխոսենք քրեական աշխարհի մեկ այլ խորհրդավոր երևույթի մասին՝ օրենքով գողի թագադրման գաղտնի արարողությունների, դրանց կանոնների, փորձությունների և խորհրդանիշների մասին։ Կպարզենք, թե ինչպես էր մարդը դառնում քրեական աշխարհի ամենաբարձր հեղինակություններից մեկը և ինչ երդում էր տալիս այդ ճանապարհին։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, հավանել տեսանյութն ու մեկնաբանություն թողնել։